Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, ինչով էլ պատրաստվում եք զբաղվել հենց հիմա, հետաձգեք, մի կողմ թողեք բոլոր այլ գործերը, քանի որ այսօր երկուշաբթի է և այս ժամին ձեր կարևորագույն գործը «Սպասիր ինձ» հաղորդաշարը դիտելն է։ Աննա, դու առաջին ալիքի եթերում դիտում ես «Սպասիր ինձ»-ը։ Ես առհասարակ միշտ դիտում եմ առաջին ալիքի հաղորդումները, որքան որ ժամանակս ներում է, իսկ մեր հաղորդումը դիտում եմ պարտադիր, քանի որ հասկացել եմ, այստեղ լինելն ու մեր հայտատուների հետ շփվելը մի բան է, իսկ այս ամենին հեռուստադիտողի աչքերով նայելը բոլորովին այլ։ Հասկանում եմ, ինչ նկատի ունես։ Այստեղ մենք հաճախ ստիպված ենք զսպել մեր հույզերը, մասնագիտական տեսանկյունից նայել բոլոր պատմություններին, փորձում ենք սառը դատողություններ կատարել։ Իսկ ահա հեռուստացույցի առջև կարծես նոր հայացքով ենք նայում մեզ արդեն ծանոթ հյուրերին և նրանց պատմություններին։ Այո, որպես հեռուստադիտող երևի դառնում ենք առավել էմոցիոնալ։ Իրականում հենց մեր հավատարիմ հեռուստադիտողները հաճախ են ասում, որ հարազատի պես են սկսում վերաբերվել մեր հաղորդման հյուրերին և ուզում են որևէ կերպ օգնել նրանց։ Դե ինչ, ուրեմն մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մեզ բարի եթեր, իսկ ձեզ բարի դիտում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ողջունում ենք որոնումներ սկսելու ձեր նախաձեռնությունը և ձեր կողքին լինելով այդ դժվարին ճանապարհին, անում ենք ամեն բան, որ հանդիպման երանելի պահը հնարավորինս շուտ գա։ Մեր հեռուստադիտողներից ևս մեկը կհամալրի հայտատուների շարքերը։ Այսօր նա մեր տաղավարում է։ Այսօր մեզ հյուր է եկել Քրիստինե Թասլակյանը։ Քրիստինե, համեցեք։ Համեցեք։ Խնդրում եմ ներկայացեք և պատմեք ձեր պատմությունը, ում եք փնտրում։ Ես Քրիստինե Թասլակյանն եմ, փնտրում եմ պապիկիս Մորիս Նարինջյանին։ Երիտասարդ տարիքում պապիկը իր մայրիկի հետ միասին բնակվել է Էջմիածնում, որտեղ էլ և հանդիպել է տատիկիս Տիգրանուհուն և նրանք ամուսնացել են։ Հայրս եղել է 3 տարեկան, երբ պապիկը վերադարձել է Ֆրանսիա և կապն ընդհատվել է։ Այսինքն այնտեղից է եղել ծնունդով Ֆրանսիայից։ Այո։ Հայրս եղել է հասուն արդեն, փնտրել և գտել է իր հորը։ Սկսել են շփվել միմյանց հետ, նվերներ փոխանակել, լուսանկարներ, որից հետո չգիտես ինչի հասցե է փոփոխվել, հեռախոսահամար, բնակության վայր, ամեն դեպքում նորից կապն ընդհատվել է։ Հայրս իրեն հասանելի տարբերակներով նորից փորձել է գտնել, բայց այս անգամ արդեն չի ստացվել։ Պապիկս է, պապիկիս կողքին իր քույրը Մարին, նրանց գլխավերևում Մարիի 2 դուստրերն են։ Ասեմ, որ հայրս չգիտի, որ ես դիմել եմ ձեզ, ուզում եմ արդյունքներն ունենալուց հետո նոր հորս հետ խոսել։ Տեղեկություններ կան մանկուց ինչ-որ բաներ հիշում եմ, որ պապիկը եղել է կամ Լեոն քաղաքում, կամ Մարսելում, հստակ տեղեկություն չունեմ, քանի որ հորս չեմ էլ ասել այդ մանրամասնությունները, այդքան էլ չգիտեմ։ Իսկ ինչու եք որոշել անակնկալ կերպով սկսել որոնումները։ Ձեր հայրը դեմ կլիներ։ Չէ, հայրս զուսպ մարդ է, իսկ զգացմունքներում նույնպես, բայց վստահ եմ, որ միշտ երազել է, հիշում եմ մանկուց, որ երազել է տեսնել, գրկել իր հորը, բայց ոչ մի անգամ չի ստացվել։ Հանդիպումը նրանց մեջ չի եղել, եղել է միայն հեռախոսազանգ կամ լուսանկարով։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ձեր պապիկը չի եկել Հայաստան, չի ուզեցել տեսնել, հանդիպել, շփվել։ Գիտեք, ես փոքր եմ եղել, երբ որ այդ իրադարձությունները եղել են, ու հիմա չուզեցի նորից վերքերը բորբոքել։ Այո, նախ ուզում եմ հասկանալ պապիկը ողջ է, թե չէ, անգամ այդպես։ Քանի տարեկան պետք է լինի հիմա։ Մոտավորապես 85, հստակ չգիտեմ տարեթիվը, որպեսզի կարողանամ ձեզ էլ հստակ որևէ տեղեկություն տալ։ Ինչ ընտանեկան պատմություններ կան պահպանված ձեր պապիկի մասին։ Դրան չեք տեսել, բայց վստահ եմ լսել եք։ Պապիկի մասին ես հիշում եմ իմ մանկությունից, որ երբ հայրս գտել էր իր հորը, մենք պարբերաբար գնում էինք Հանրապետության հրապարակի հայ փոստը, որտեղից զանգում էր հայրս, դա շատ շուտ էր, երբ որ այդ մնացած տարբերակները չկար կապ հաստատելու,
Դա եմ հիշում, պարտադիր գնում էինք, զանգում էինք եւ հայրս ոգևորված գալիս էր, մտածում էինք հաջորդ քայլերը կլինի, որ իրենք կարողանան ի վերջո հանդիպել, բայց այդպես էլ հանդիպումը տեղի չի ունեցել։ Իսկ ձեզ հայտնի է, թե Ֆրանսիա տեղափոխվելուց կամ վերադառնալուց հետո ինչպես է նրա կյանքը դասավորվել, արդյոք ամուսնացել է, նոր ընտանիք, երեխաներ, ինչ-որ բան գիտեք։ Չէ, չի ամուսնացել, պապիկը բնակվում է իր քրոջ հետ, Մարիի հետ։ Տեղեկությունները այդպիսին էին։ Շատ լավ, պատկերացնենք, որ ձեր պապիկը դիտում է «Սպասիր ինձ» հաղորդումը, ձեզ բնականաբար ճանաչել չի կարող դեմքով, լսում է ձեր անունը ու հասկանում է, որ այս պատմությունը իր մասին է։ Ինչ կասեք ձեր պապիկին, դիմեք նրան։ Սիրելի պապիկ, խնդրում եմ արձագանքեք, որովհետև ես վստահ եմ, որ իմ հորս երազանքը եղել է ձեզ տեսնել ու ձեզ գրկել, ու ես շատ եմ ցանկանում, որ այդ երազանքը ի վերջո կատարվի։ Հայտնվեք։ Հրաշալի է, շնորհակալ ենք շատ, որ եկել եք մեր տաղավար, նաև ողջունելի է ձեր հաստատակամությունը, նույնիսկ առանց ձեր հոր համաձայնության այս որոնումները սկսելու։ Հուսանք, որ մեզ համատեղ ուժերով կհաջողվի անակնկալ մատուցել ձեր հայրիկին լավ լուրերով։ Ես շատ եմ ուզում եւ շատ շնորհակալ կլինեմ։ Շնորհակալ ենք շատ։ Աշխարհահռչակ Ուոլթ Դիսնեյն ասել է. «Կյանքի լավագույն պահերը կապված են ոչ թե էգոիստական ձեռքբերումների, այլ այն բաների հետ, ինչ մենք անում ենք մեր սիրելի մարդկանց համար»։ Սա թերևս մտածելու տեղիք է տալիս։ Համաձայն եմ այս մտքի հետ։ Կարծում եմ, մենք էլ հաճախ չենք պատկերացնում, թե ինչի ենք պատրաստ հանուն մեր սիրելի մարդկանց։ Ինչ խոսք, դիմացինի նույնիսկ անծանոթի համար հաճելին անելը երբեմն շատ ավելի մեծ բավարարվածություն է պատճառում, քան եթե նույնն անեիր ինքդ քեզ համար։ Պարզ օրինակ է հենց «Սպասիր ինձ» նախագիծը, որքան են ուրախանում մեր կամավորները, երբ իրենց ջանքերով գտնվում է որոնվողը, եւ որքան է ուրախանում մեր թիմը, երբ երկարատև որոնումներից հետո սպասված հանդիպում է կազմակերպում։ Դե եթե խոսում ենք մեր հաղորդման մասին, ապա այս օրինակների շարքին կարելի է դասել նաև այն մարդկանց, որոնք սկսում են որոնումներ ոչ թե իրենց համար, այլ որևէ մեկին անակնկալ մատուցելու նպատակով։ Ես չգիտեմ, արդյոք անակնկալ կլինի որևէ մեկի համար այս տեսանյութը, որը հիմա կդիտենք, բայց հուսով ենք, որ հետագա արդյունքը մեծ ուրախություն կպարգևի թե որոնողին, թե այն մարդուն, որին փնտրում են։ Լավ էլ եկաք, լավ ժամանակին, մենք էլ պատրաստում ենք շարոց շուճուխ անենք, համեցեք։ Ահա, քույրիկներով միասնական այդ գործողությունը կատարում ենք մեր գեռնիի սովորությունն է։ Ղազարյանները 7 քույր են, Հուսիկ Ղազարյանի դուստրերն են։ Ես էլ քույրիկս ան, որ իմ 7 քույրիկներից մեկն էլ ես։ Քույրիկներով հավաքվում ենք, պոպոկը կոտրում ենք, հետո մաքրում ենք, այդ միջուկը հանում ենք, շփոթեև մատեսակ դեք նկարեցիք, մի գործ անում ենք, հետո օգնելով այս գործողությունը միասին կատարում ենք։ Նրանք որոնում են իրենց եղբորը, 1949 թվականին ծնված Յուրի Գուսևին։ Հուսիկ Ղազարյանը ծնվել է 1926 թվականին։ Երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, տղան կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Հասավ մինչև Կերճ ու հաղթահարեց բոլոր փորձությունները։ Պատերազմի ավարտից հետո Հուսիկը հարազատներին հեռագիր ուղարկեց, ասաց, որ Լենինգրադ քաղաքում է, պատրաստվում է ապրել այնտեղ ու սովորել տեղի ռազմական ուսումնարանում։ Պապաս շատ հյուրասեր, աշխատասեր, երանգ ունեցող, շատ նվիրված, ազգին նվիրված իրա, անձնավորություն է եղել։ Մարտունակ զինվորայել է, լավ կռվե, սխրանքներով, ամեն ինչով։ Շատ էր խոսում, շատ, ասում էր սովայել է, հասչիլ է, որ ուտենք, ասում էր, ախ հիմա հեշտ է, որ 45 թիվելն է, ոչ մի բան չկար, ոչ հագնելիք կար, ոչ ուտելիք կար, ոչ զենք կար։ Պատմում էր, որ
մեզ հրամանին տալիս կռվի ժամանակ մի էլի հավաքվեք միտեղ, հեռու կանգնեք իրարից, որ չկոտորվեք, չխփեն։ Մեր 7 քույրիկներից մեկն էլ իմ փոքրիկ քույրիկն է գեղեցիկը։ Այն մնացածը տեղում չեն, էլի գյուղում չեն, ամեն մեկը մի մարզում է։ Երբ որ եղբորս գտնենք, այդ ժամանակ բոլորս էլ հավաքվենք։ 1947 թվականին Հուսիկն ընդունվեց ռազմական ուսումնարան։ Սովորելու տարիներին նա ծանոթացավ Վալյա Գուսևայի հետ։ Երիտասարդները սկսեցին համատեղ ապրել։ 1949 թվականին ծնվեց նրանց որդին՝ Յուրի Գուսևը։ Հուսիկի եւ Վալյայի համատեղ կյանքը երկար չտևեց։ Երեխայի ծնունդից ամիսներ անց տղան Հայաստանից հեռագիր ստացավ։ Եղբայրն ասում էր, որ մայրը մահամերձ է, խնդրում էր շտապ տուն վերադառնալ։ Հուսիկը Վալյային ճանապարհեց ծնողների մոտ, Ալթայի երկրամասի Մարինսկ գյուղ, իսկ ինքը մեկնեց Հայաստան։ Այդ ժամանակ Յուրին 6 ամսական էր։ Պապաս թողել է իր դպրոցը, իր ուսումը, թողել, որ մոր անունը լսած է, որ դե մենակա քույրիկներ ամուսնացած են, եղբայրներ ամուսնացած գնացած են իլե, որպեսզի մորը չթողի, եկե Հայաստան, եկե իր ծնողի մոտը։ Ամեն անգամ հավաքվելուց մենք գարնի ավանդական կաթա ենք սարքում, մեջը դնում ենք մետաղադրամ, դենանք այդ տարվա հաջողությունը, բաժինը, ունառնելու։ Հուսիկը ուսումը կիսատ թողեց, Լենինգրադ այլևս չվերադարձավ։ Նա սկսեց աշխատել Գառնու սովխոզում որպես գյուղատնտես։ 1951 թվականին Հուսիկն ընտանիք կազմեց, ունեցավ 7 աղջիկ։ Մի օր Հուսիկը կնոջը պատմեց, որ Ռուսաստանում որդի ունի։ Սիրիկն ուրախությամբ ընդունեց լուրը, իսկ աղջիկները Յուրիին տեսնելու եւ նրա հետ շփվելու ցանկություն հայտնեցին։ Մամաս ասում էր, Հուսիկ գնա քո տղին բեր, անընդհատ կասեր, հետո այտենց պապան չեր ուզում երևի էլի, որ ասում էր կարողա չարմարվի, իսկ ինքը չարմարվի, ձևի, մերը կարողա չթողի։ Շատ դժվար էր մեր համար էր դժվար, շատ դժվար, դրա համար էլ ամեն անգամ, ամեն ալիթի, ամեն խոսքը բացվելու մենք ասում ենք, մենք ուզում ենք, որ մեր եղբորը գտնենք, տեսնենք, գնալ գալը լինի, ծանոթանանք։ Չափից դուրս ափսոսանք ենք ապրում, որ մեր հետ չի, չենք ճանաչում, թող ինքն էլ իմանա, որ իսկան հարազատություն ունի, քույրիկ ունի, եղբայրը չկա, բայց եղբայրը 3 տղա ունի։ Իրան կարոտը մեր եղբոր բալիկներից, տղաներից ենք ստանում։ 2005 թվականին Հուսիկ Ղազարյանը մահացավ։ Մահից առաջ նա թղթի վրա գրեց որդու անունը, ծննդյան տարեթիվն ու նրա մայրիկի տան հասցեն։ Հուսիկը դուստրերին խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը՝ գտնել Յուրիին ու իր փոխարեն ներողություն խնդրել։ Խղճի խայթ ունեցավ չէ, որ արդեն իր տարիքը առավ, իր այդ բաները, ասավ ուզում եմ գտնեմ, առանց խղճի խայթի, երևի ինքն էլ էր տանջվում, ուղղակի ցույց չէր տալիս։ Մեր պատգամն էլ այդ, որ մենք էլ գտնենք, ծանոթանանք, շփվենք, գնա, ինքը գա, մենք շատ ուրախ կլինենք, շատ անչափ։ Սիրելի եղբայր ջան, Յուրի ջան, եթե դու ուզում ես, որ մեզ գտնես, մենք շատ ուրախ կլինենք, քեզի սրտաված կընդունենք, դու իմացի, որ այստեղ 7 հատ քույրիկ ունես։ Լուսանկարները ապացույց են, լուսանկարները հիշողություն են, ոմանց համար կարոտը հաղթահարելու միջոց են, ոմանց համար էլ ծանր հոգեվիճակի պատճառ։ Մեր նախագծում լուսանկարները որոնումների հաջող ելքի համար անհրաժեշտ նախապայման են։ Դիտեք մի քանի լուսանկար եւ գուցե հենց այս պահին գտնվեն մարդիկ, որոնց փնտրում են։ Օքսանան փնտրում է իր պապիկի Համբարձում Նալբանդյանի հարազատներին։ Համբարձումը 3 քույր է ունեցել՝ Փեփուշը, Արուսն ու Զինան։
Զինան ամուսնությունից հետո փոխել է ազգանունը, դարձել Վարդանյան։ Հայրենական մեծ պատերազմից հետո Համբարձում Նալբանդյանն իր կնոջ հետ ապրել է Ուկրաինայում։ Օքսանայի հայրը ծնվել է այնտեղ։ Հարազատների հետ կապը խզվել է 1988 թվականի երկրաշարժից հետո։ Նախկինում Համբարձումի ընտանիքն ապրել է Երևանում, Թամանցիների 4 հասցեում։ Ազատ Բալաբեկի Վարդանյանը ծնվել է 1971 թվականին Ճամբարակ քաղաքում։ Նրան է որոնում Զարմուհին, Շուշաննան։ Ազատն արդեն 24 տարի կապի դուրս չի գալիս հարազատների հետ։ Անահիտ Եղիշի Քոչարյանին կամ նրա երեխաներին են որոնում ազգականները։ Մոտ 10 տարի առաջ նա Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից վերադարձել է հայրենիք, Հայաստան։ Դրանից հետո կապը նրա հետ խզվել է։ 1956 թվականին ծնված Եվգենի Մանուկյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։ Վերջին անգամ ընտանիքի հետ կապի է դուրս եկել 37 տարի առաջ։ Ազգականները խնդրում են արձագանքել բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ տեղեկություն տրամադրել նրա մասին։ Արագած Ավետիսյանին է փնտրում ընկերը, Սերգեյը, կամ ինչպես նրան բանակում էին անվանում, Սուրբը։ Ընկերների զինվորական ծառայությունն անցել է Կոմի Հանրապետության Վոժայոլ ավանում։ Յուրաքանչյուր աղջկա կյանքում հայրը կարևորագույն դերերից է խաղում։ Հայրը հերոս է դստեր համար դեռ վաղ մանկությունից։ Նա միշտ կպաշտպանի, կօգնի խորհրդով եւ պարզապես դստեր կողքին կլինի կյանքի ամենաբարդ իրավիճակներում։ Այդպես պետք է լինի, սակայն երբեմն ճակատագիրն այլ կերպ է դասավորվում։ Այնպես, ինչպես դա եղել է Լարիսա Պետրոսյանի դեպքում։ Ամբողջ կյանքում նա փնտրել է իր հայրիկին, ապրել է միայն նրա հետ ծանոթանալու երազանքով։ Հայրիկին նա չի տեսել ոչ իրականում, ոչ լուսանկարներով։ Մեր նախորդ թողարկումներից մեկի ընթացքում ցուցադրել ենք ահա այս լուսանկարը։ Սա հենց Լարիսան է։ Այստեղ նա ընդամենը 4 տարեկան է։ Ավելին իմանալու համար մեզ իհարկե պետք էր կապվել Լարիսայի հետ, ինչն էլ մենք արեցինք։ Տեսնենք, թե ինչ է նա պատմում։ Լարիսա, բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ։ Ես Լարիսա Աշիկի Լապինյան եմ։ Ես փնտրում եմ հորս, Աշիկ Աբրահամի Պետրոսյանին։ Պատմեք, խնդրում եմ, այն ամենն, ինչ գիտեք ձեր հոր մասին։ Երբ եւ որտեղ է ծնվել։ Ծնվել է 37 կամ 38 թվականին, գուցե սխալվում եմ։ Հայաստանի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում։ Այսքանը գիտեմ նրա մասին։ 1968 թվականին նա շինարարական բրիգադով եկել էր Ուկրաինա։ Մայրիկիս պատմելով, նրանք ծանոթացել են, շփվել, սկսել են հանդիպել։ Մանրամասները մայրիկս չի պատմում։ Ես հասկանում եմ, որ դա նրա համար ցավոտ թեմա է, քանի որ իմ կարծիքով մինչև հիմա սիրում է նրան։ Այդ պատճառով միայն այսքանը գիտեմ։ Ինչպես են զարգացել նրանց հարաբերությունները։ Ինչ է տեղի ունեցել։ Դե երիտասարդ են եղել, հարաբերությունները նորմալ զարգացել են։ Հետո նա մեկնել է հայրենիք։ Միայն գիտեմ, որ երբ ես ծնվել եմ, նա եկել է ծննդականումս գրանցել է իր ազգանունը եւ անունը։ Տատիկիս խոսքով նա չի հրաժարվել ինձնից, չի լքել։ Բայց նրա ծնողները դեմ են եղել իմ մայրիկին, որն ուկրաինացի էր։ Վերջին անգամ երբ է այցելել ձեզ։ Հենց այդ ժամանակ էր, երբ ծնվել եմ։ Մեր գյուղ խորհրդի աշխատակցուհին է պատմել, որ նա եկել է։ Գրանցել ինձ, ազգանուն եւ հայրանուն տվել։ Չգիտեմ ճիշտ է թե ոչ, բայց տատիկս պատմում էր, որ երբ ես մոտ 3 տարեկան էի, մի այլ շինարարական բրիգադի հետ մեզ մոտ է եկել նրա եղբայրը։ Այցելել է մեզ եւ ինձ տիկնիկ նվիրել։ Բայց ես դա չեմ հիշում։ Այն լուսանկարում, որն ուղարկել եմ ձեզ, ես մոտ 2-3 տարեկան եմ։ Մայրիկս էր ինձ լուսանկարելու տարել։ Հավանաբար ձեռքիս հենց այն տիկնիկն է, որը հայրիկս է ինձ փոխանցել։ Երբ նա Հայաստան է վերադարձել, ձեր մայրիկի հետ նամակագրական կապ պահպանել է։ Շարունակել են շփվել։ Ոչ, շփումն ընդհատվել է։
Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը գուցե հենց նրա եղբայրը։ Հայտնել է մայրիկիս, որ հայրս ամուսնացած է, 4 դուստր ունի։ Չգիտեմ այդպես է թե ոչ, բայց նրանք այլևս չեն շփվել։ Ես նրան երբեք չեմ տեսել, բայց միշտ ուզել եմ գտնել։ Ես նրան չեմ մեղադրում։ Նա ինձ կյանք է տվել, ինձ որևէ վատ բան չի արել, չնայած ոչ մի լավ բան էլ չի արել։ Հոգու խորքում սիրում եմ նրան։ Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ եթե նա ողջ լիներ եւ Աստված ոչ անի նրան որևէ բան պատահեր, եւ ես ստիպված լինեի նրա մասին հոգ տանել, ես նրան չէի լքի։ Ամբողջ կյանքում նրա կարիքը շատ եմ ունեցել։ Չեմ պատկերացնում ինչ է նշանակում հայր ունենալ, չէ որ ես երբեք հայր չեմ ունեցել։ Դա շատ ցավալի է, իմ երեխաները հայր ունեն։ Ես տեսնում եմ ու հասկանում ինչ է դա։ Հայրը մնում է հայր։ Ես հիմա էլ ունեմ նրա կարիքը։ Սովորական մարդկային շփում կուզեի։ Նրանք կցանկանան շփվել, չգիտեմ, բայց գուցե հայրիկիս լուսանկարը տեսնեի, իմանայի ողջ է թե ոչ։ Մայրիկս ասում է, որ նա տարիքով ավելի մեծ էր։ Գոնե որևէ բան իմանայի նրա մասին։ Ուշագրավ է, որ բացարձակ չճանաչելով հայրիկին, նա ամեն դեպքում շատ ջերմորեն է արտահայտվում նրա մասին։ Թվում է, թե դեռ փոքրիկ աղջիկ է, որը սպասում է հայրիկի վերադարձին։ Երևի միայն ուժեղ մարդը կարող է ներել վիրավորանք, չպահել հոգում, այլ պարզապես շնորհակալ լինել տրված կյանքի համար։ Հենց այդպիսին է Լարիսան, մարդ, որն ունի կամքի ուժ եւ վստահություն իր գործողությունների հանդեպ։ Շատ օգնեց հենց իր մանկական լուսանկարը։ Պարզվեց, որ այս նույն լուսանկարից եւս մեկ օրինակ կա, այլ երկրում եւ այլ ընտանիքում։ Մեր գործընկեր լրագրողը հանդիպել է այն ընտանիքի հետ, որի ալբոմում խնամքով պահվում է լուսանկարը։ Իմ անունը Պետրոսյան Վարդուհի Արշավիրովնա։ Ծնվել եմ 1969 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանում։ Պետրոսյան Աշիկ իմ հայրն է։ Մենք 3 քույր ենք, մեկ ադել քույր ունենք, Լարիսա, Պետրոսյան Լարիսա Արշավիրովնա։ Լարիսայի եւ Վարդուհու տարիքային տարբերությունը մի քանի ամիս է։ Աշիկ Պետրոսյանն արդեն ամուսնացած էր, երբ 1968 թվականին Հայաստանից մեկնեց Ուկրաինա, արտագնա աշխատանքի։ Այնտեղ նա սիրավեպ ունեցավ Լյուդմիլա անունով մի կնոջ հետ։ 1969 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Լարիսան։ Աշխատանքային պայմանագիրն ավարտվել էր։ Արշավիրը պետք է վերադառնար Հայաստան։ Նա Լյուդմիլային ու Լարիսային հրաժեշտ տվեց, նորից վերադառնալու խոստումով։ 9 ամիս անց Հայաստանում ծնվեց Վարդուհին։ Այս նկարում Լարիսան է, իմ քույրը։ Լարիսայից ունենք միայն այս նկարը, փոքր ժամանակվա, ուր գնացել եմ, հետս տարել եմ այս նկարը, որովհետեւ փնտրեմ քրոջս։ Ուրիշ ոչ մի նկար չունենք Լարիսայից, միայն այս նկարն է, որում գրված է իր մայրիկի ձեռագրով «Дорогая папочки, от дочери Ларисы 4 года, помни и не забывай». Արշավիրն ինքն է ընտանիքի անդամներին պատմել Լարիսայի եւ Լյուդմիլայի մասին։ Մի անգամ նրանք նույնիսկ եկել են Հայաստան։ Արշավիրի կինն ընդունել է նրանց։ Մամայից պատմելով գիտեմ, որ ինքը եկել է Հայաստան, պապայի հորաքրոջ տղերքի հետ դիմավորել են, մնացել է Հայաստանում, հետո ճանապարհ են դրել, ես այդ ժամանակ փոքր եմ եղել, չեմ հիշում։ Հետո եմ լսել, որ ընդունել են Հայաստան եկել, բոլորի հետ ծանոթացել է, գնացել է։ Ես այդքանը գիտեմ, ուրիշ ասենք չեմ հիշում։ 80-ական թվականներին Արշավիրը պարբերաբար մեկնում էր Ռուսաստան աշխատելու։ Այդ ընթացքում Լարիսան հայրիկին նամակ գրեց, հրավիրեց մասնակցելու իր հարսանեկան արարողությանը։ Բարեկամները ներկա գտնվել չկարողացան։ Լարիսան Հայաստան նամակներ այլևս չգրեց։ Քույրերի նրան ուղարկած նամակներն էլ անպատասխան էին մնում։ Մենք երբ տեսանք նկարը, որ մեզ էր փնտրում, մենք այդ ժամանակ հուզվեցինք, որտեղ
բավան չկար, քուրերով որոշեցինք, որ մենք է գտնենք։ Բավան այն ժամանակ էր ուզում գտներ, դե այն ժամանակ տունը չի եղել, հիվանդ է եղել, ամեն անգամ մի բան խանգարել է, որ չի գտել։ Միշտ ասում ենք, պապ, ինչ կգտնենք, ինչ բանենք, սմր կգտնենք, հետո կգտնենք։ Дорогая Лариса, сестра моя։ Թանկագին Լարիսա, քույրիկ, մենք շատ ենք ուզում հանդիպել։ Մենք գիտենք, որ եւս մեկ քույր ունենք։ Մենք ուրախ կլինենք, եթե գտնենք քեզ։ Խնդրում եմ, գրիր կամ զանգահարիր։ Տեղեկացրու, ինչպես կարող ենք կապվել քեզ հետ։ Մենք շատ ենք ուզում հանդիպել։ Մենք 3 քույրերով միշտ փնտրել ենք քեզ։ Շատ էինք ուզում գտնել։ Շատ եմ խնդրում, կապի դուրս արի։ Փաստորեն Լարիսայի հոր ընտանիքում քաջատեղյակ էին Լարիսայի գոյության մասին եւ փոխադարձաբար ուզում էին գտնել նրան։ Այդ մեկ լուսանկարը նրա մասին միակ հիշողությունն էր։ Հրաշալի է, որ քույրերի ծնողները ոչ միայն չեն խոչընդոտել նրանց շփմանը, այլև ցանկացել են, որ այդ շփումը երբեք չընդհատվի։ Եվ այդպես իհարկե ճիշտ կլիներ։ Երեխաները չպետք է տուժեն ծնողների հարաբերությունների եւ կայացրած որոշումների պատճառով։ Լարիսային միշտ ասել են, որ նրա հայրը 4 դուստր ունի, բայց ինչպես պարզվեց, նրանք 3-ն էին։ 4-րդը ամենայն հավանականությամբ հենց Լարիսան է։ Տեսնենք ինչպես արձագանքեց նա այս նորությանը։ Լարիսա, ձեզ իհարկե հենց այնպես չեմ զանգահարում։ Որոշ նորություններ ունեմ ձեզ համար։ Ավելի կոնկրետ, մի լուսանկար ունեմ, հիմա ցույց կտամ ձեզ։ Այն պետք է, որ ձեզ շատ ծանոթ լինի։ Այո, իմ լուսանկարն է։ Հետևում նույնիսկ գրություն կա։ Թանկագին հայրիկին 4-ամյա դուստր Լարեչկայից։ Հիշիր եւ մի մոռացիր։ Ինչ եք կարծում, որտեղից ինձ այս լուսանկարը։ Ձեզ մոտ է։ Այո, ես այն չեմ տպել, սա այն չէ, որ դուք եք մեզ ուղարկել։ Հասկացա։ Այո, ես նույն լուսանկարից եմ ձեզ ուղարկել։ Ստացվում է ինչ-որ մեկին գտել եք։ Այո, ճիշտ եք։ Կողքից նստած են 2 հոգի, եւ նրանք շատ են ցանկանում խոսել ձեզ հետ։ Ես հիմա կփոխանցեմ հեռախոսը եւ դուք կշփվեք։ Լավ, ուրախ կլինեմ։ Բարև քույրիկ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ողջույն։ Լարիսա, սա ձեր քույրն է, Վարդուհին։ Ուրախ եմ։ Մենք էլ ենք ուրախ, քույրիկ։ Մենք շատ էինք ուզում գտնել քեզ, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց։ Ահա նրանց շնորհիվ գտանք իրար։ Ուզում ենք տեսնվել, շփվել։ Ես իսկապես ուրախ եմ, պարզապես հուզված եմ։ Հայրիկն արդեն 30 տարի է ինչ մահացել է։ 52 տարեկան էր։ Բավականին շուտ է մահացել։ Այո, լյարդի քաղցկեղ ուներ։ Որոշ ժամանակ տանջվեց ու մահացավ։ Հայրիկը եւս ուզում էր գտնել քեզ, բայց մեկնեց աշխատելու այլ տեղ, իսկ հետո հիվանդացավ։ Շատ բարդ շրջան էր։ Գիտեք, իսկ ես հավատում էի, որ նա դեռ ողջ է։ Նա 93 թվականին է մահացել։ Այո։ Մենք եւս 2 քույր ունենք։ Մեկը Երևանում է, մյուսը Ավագը, Վլադիվոստոկում։ Իսկ ես ու դու երկուսս էլ 69 թվականին ենք ծնվել։ Այո, ես փետրվարի 23-ին եմ ծնվել։ Գիտեմ, իսկ ես օգոստոսի 28-ին։ Հասկացա։ Իմ ամուսինն է։ Մենք ընտանիքով Մոսկվայում ենք։ Ես 1 որդի եւ 3 դուստր ունեմ, եւ արդեն 6 թոռ ունեմ։ Տղաս 3 երեխա ունի, եւս 3-ն էլ ավագ դուստրս ունի։ Այդպես էլ ապրում ենք։ Ես հիշում եմ, երբ դու ամուսնանում էիր, հայրիկին հրավիրել էիր հարսանիքիդ։
բայց հայրիկն այդ ժամանակ Հայաստանում չէր։ Իսկ մայրիկս հիվանդանոցում պարկած էր։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող գալ։ Դա ես հիշում եմ։ Այդ հասցեն ունեի, բայց հետո դա էլ կորցրի։ Ուզում էի գտնել։ Նույնիսկ դիմել էի այնտեղ, որտեղից ալիմենտներ էինք ստանում։ Բայց ոչ մի փաստաթուղթ չէր պահպանվել։ Ուրախ եմ, որ տեսա քրոջս, շփվում եմ քեզ հետ։ Մեզ մոտ ամեն բան լավ կլինի։ Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք։ Շնորհակալ եմ։ Ես շատ ուրախ եմ։ Ամեն բան լավ կլինի։ Մեզ մոտ ամեն բան լավ կլինի։ Այո, իհարկե, կշփվենք Լարիսա ջան։ Մինչ տեսություն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Քեզ ենք շնորհակալ։ Զրուցեցի քրոջս հետ, հիմա ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Գիտեմ, որ կարամ շփվեմ քրոջս հետ, Հայաստան կգնանք, կհանդիպենք, կգնա հայրական տունը, գերեզմաները, հոր Շիրիմին։ Եթե բաբան ողջ լիներ, ուրախ կլիներ, որ գտնվել է իր աղջիկը, կշփվեր, ամեն ինչը նորմալ կլիներ։ Նման հանդիպումներից հետո կրկին ու կրկին համոզվում ենք, որ չկա առավել ամուր բան, քան ընտանեկան կապն է։ Երկարուձիգ տարիներ անց ձեռք բերել ընտանիք եւ զգալ իսկական հարազատություն, սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ կապված են մեկ ճակատագրով։ Ավելորդ չի լինի նաև Պետրոսյանների ընտանիքին շնորհակալություն հայտնել, որը մշտապես հիշել է Լարիսային եւ հիմա մեծ ու անկեղծ սիրով ընդունել նրան։ Տիեզերքը լսում է, երբ տարբեր մարդիկ երազում են նույն բանի մասին։ Սպասեք իրար, անկախ ամեն ինչից, եւ փնտրեք ինչ էլ որ պատահի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։